Հիմա այս ամեն ինչը իմանալով հանդերձ մենք հիմա բոլորս պիտի հասկանանք, որ հարգելի բարեկամներ, պարտադիր նվազագույնը պետք է բոլորը խելքի տան, ես մյուս ընդդիմադիր առաջնորդներին եմ կոչանում, այս ընթացքում կապ պահել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի հետ ու ներկայացուցիչների հետ, որպեսզի խելքի տան հասկանան ինչպես պիտի շարժվեն առաջ։ Հիմա նվազագույն խնդիրը Բարգավաճ Հայաստանը հետքայլ չպիտի անի, պիտի իր ձայները վերականգնի ու անպայման ստանա իր հասանելիք 5 մանդատները։ Դա ամենակարևորն է։ Ու կա եւս մեկ բան, որը ես ուզում եմ հորդորեմ մեր ընդդիմության առաջնորդներին։ Խնդրում եմ մի կրկնեք 21 թվականի սխալները։ 21 թվականին ընդդիմության առաջնորդները ընտրություններից հետո 2 օր կորեցին։ Ու ընդդիմադիր էլեկտորատը ուղղակի չգիտեր ինչ պիտի աներ, ինֆորմացիայի պակասի պարագայում ինքը ուզած-չուզած սպառում էր իշխանության տված, ապա տեղեկատվությունը։ Խնդրում եմ ձեզ, անպայման կապի դուս եկեք ձեր էլեկտորատի հետ ու բացատրեք, թե դուք հիմա ինչ եք անում, որովհետև 21 թվականին հիշում ես ինչ տեղի ունեցավ։ Առաջնորդները կորեցին, 2 օր հետո ասուլիս հրավիրեցին ու հայտարարեցին, որ իրենք մանդատները վերցնելու են։ Եթե դուք գնալու եք ու մանդատները վերցնեք, դուք ակնհայտորեն Նիկոլի ջրաղացին ջուր եք լցնելու։ Ոչ մի էֆեկտ դա հայ ժողովրդին չի տալու։ Ստացեք Բարգավաճ Հայաստանի 5 բացակայող մանդատները ու արդեն նոր այդ ժամանակ հրաժարվեք մանդատներից, որ Նիկոլը ունենա 61 մանդատ ընդամենը։